Բարև ձեզ, եկեք շարունակենք, այսօր կուսումնասիրենք մետաթեգեր և ինչի համար են դրանք օգտագործվում։ HTML-ը թույլ է տալիս նշել մետատվյալներ մեր web page-ի համար, ինչ է իրենց ներկայացնում մետատվյալը, դրանք հավելյալ տեղեկություն են, որպեսզի բրաուզերին հուշեն, թե ինչպես արտաբերի մեր գրված կոդը և ինչպես են դրանք կազմվում, որպեսզի մեր HTML փաստաթղթին հաղորդենք մետատվյալներ, դրանք պետք է գրենք հետ բաժնում մետա ինքնափակվող թեգի միջոցով, որը կունենա հավելյալ ատրիբուտներ։ Հիմա կասեմ ինչ ատրիբուտ է ունենալու։ Ուրեմն առաջին մետա թեգը, մենք դրան արդեն ծանոթ ենք, դա meta charset utf8-ն է։ Եկեք հիմնական կառուցվածքը մեր ստանանք HTML-ի։ Ահա, եթե տեսնենք, meta charset ատրիբուտի միջոցով հաղորդում ենք նրան արժեք utf8, գրվում է meta ինքնափակվող թեգը հետ բաժնում, բոլոր meta թեգերը գրվելու են հետ բաժնում։ Ուրեմն ինչ է սա իրանից ներկայացնում, սա հաղորդում է, թե ինչպես մեր բրաուզերը պետք է արտաբերի որոշակի սիմվոլներ, այսինքն այն սիմվոլները, որոնք որ մենք գրում ենք մեր body թեգի մեջ, դա կլինի text, դա կլինի թիվ, թե ինչ-որ emoji և այլն։ Դա ստանդարտ է UTF-8-ը, որը ուրեմն կոդավորում է մեր գրված սիմվոլները։ Կան այլ ստանդարտներ, օրինակ UTF-16, UTF-32, բայց հիմնականում օգտագործվում է UTF-8-ը, սա բավարար է, որպեսզի մեր գրված յուրաքանչյուր սիմվոլ նորմալ արտաբերվի բրաուզերում, այլ ոչ թե ինչ-որ քառակուսի մեջը հարցական, այսինքն չստացված արտաբերված սիմվոլներ։ Եկեք անցնենք առաջ, ուրեմն հաջորդը դա հիմնաբառերն են, keywords, դա նույնպես կառուցվում է ուրեմն meta թեգի միջոցով, ուրեմն եկեք նայենք օրինակը, meta թեգը ինքնափակվող գրվում է, այնուհետև ստանում է name atribute, որով ասում ենք, որ դա keywords meta թեգն է, և content-ի միջոցով հաղորդում ենք մեր բանալի բառերը, keywords, բանալի բառեր։ Եկեք կառուցենք, ուրեմն կլինի մեր meta թեգը, ուրեմն գալիս է name ատրիբուտի միջոցով, նրան հաղորդում ենք keywords և content ատրիբուտի միջոցով նրան հաղորդում ենք մեր բանալի բառերը։ Որտեղից ենք այս բանալի բառերը ստանալու, ուրեմն սա մեզ կամ տալու է մեր համակարգում աշխատող SEO մասնագետը կամ content manager-ը, նայած թե ինչ կամպանիա և ինչ մասնագետներ կան, սա այս բառերը հիմնականում նկարագրում են կոնկրետ մեր edge-ը թիրախային բառերով, թե որոնողական համակարգը ինչ ձև կարող է գտնել մեր edge-ը։ Եթե մենք օրինակ մեր edge-ը վերաբերվում է ինչ-որ կուրսերի, որը մատուցում է HTML, CSS, մենք կարող ենք պարզապես այստեղ գրել այդ բանալի բառերը HTML և պարտադիր ստորակետի միջոցով անջատում ենք, գրում ենք մյուս բանալի բառը CSS օրինակի համար։ Ահա այս կերպով մենք կհաղորդենք մեր edge-ին meta ինֆորմացիա, keywords, բանալի բառեր և content-ի միջոցով կտանք այդ բանալի բառերը։ Անցնենք առաջ, հաջորդը դա նկարագրությունն է, description, եկեք կառուցենք ինքնափակվող meta թեգը, ուրեմն նրան տալիս ենք name ատրիբուտը և ասում ենք, որ դա description-ն է, ահա այսպես, և content-ի միջոցով տալիս ենք այդ description-ը։ Նույնպես այս description-ը, այսինքն նկարագրությունը ստանալու ենք տվյալ մասնագետի կողմից, SEO մասնագետի կողմից, նա ուրեմն կկազմի տեքստ, որը որ կարճ հակիրճ կերպով կներկայացնի մեր այդ edge-ի տվյալը, թե ինչ է այնտեղ ներկայացված։ Ներկապային կարող ենք զուտ գրել օրինակ free web courses,
Սա նույնպես ուրեմն երբ որ որոնողական համակարգերը գտնեն մեր age-ը, description բաժնում կտեսնեն ինչ հակիրճ տեքստ է գրված եւ դա կարտաբերեն այն մարդկանց, ովքեր որոնել են մեր կայքը։ Title-ի ներքևում, վերնագրի ներքևում հակիրճ ձևով կգրվի description բաժնում գրված տեքստը, այն ինչ որ մենք գրել ենք այստեղ։ Փաստաթղթի հիմնադիր author կամ ուրեմն այս meta tag-ի միջոցով, author-ի միջոցով մենք հաղորդելու ենք բրաուզերին, թե ով է այս web կայքի հեղինակը կամ որ կազմակերպությունն է դասարկել կամ անհատը։ Սա ուրեմն ինֆորմացիա է ոչ պարտադիր, գրվում է հետևյալ կերպ meta ինքնափակվող tag-ը name ատրիբուտի միջոցով, ուրեմն author եւ content-ի միջոցով content տալիս ենք author-ի կամ կազմակերպության անունը։ Այսպես եկեք անցնենք առաջ, հաջորդը դա ուրեմն viewport-ն է կամ դիտման տարածքի կարգավորում, ինչ է սա ինձ ներկայացնում։ Ուրեմն սրա միջոցով, երբ որ սա ավելացնում ենք, մենք գիտենք, որ մեր գրված մշակված կայքերը կարող են բացվել տարբեր device-ներով, այսինքն տարբեր հեռախոս կլինի, պլանշետ կլինի կամ նոթբուք, եւ բոլոր էկրանների ժամանակ պետք է ենթադրում ենք, որ պետք է նորմալ արտաբերվի, ուրեմն առանց այս meta tag-ի դա այդպես չի լինի, ինչու, քանի որ հեռախոսների ժամանակ մեր գրված կոնտենտը կլինի ավելի փոքր, մասշտաբը, որը մատուցվում է user-ին, կլինի ավելի փոքր հեռախոսի մասշտաբով։ Երբ որ մենք գրում ենք այս meta tag-ը viewport with device with եւ initial scale 1, սա հաղորդում է, որ մեր ուրեմն կայքը կլինի տվյալ device-ի ամբողջ լայնությամբ եւ initial scale սա ենթադրում է, որ zoom-ը կլինի 1, այսինքն ամբողջ էկրանի չափով կարտաբերվի, եկեք ավելացնենք այսպես եւ երբ որ մենք ավելացնում ենք մեր բոլոր meta tag-երը, ահա մոտավոր այսպեսի տեսք կունենա։ Եթե մենք աշխատացնենք ոչ մի էֆեկտ չենք տենա մեր edge-ում, ֆիզիկապես այս ինֆորմացիան ոչ մի ձև չի ազդում մեր edge-ի վրա, բայց որպեսզի համոզված լինենք, որ դրանք ավելացել են, կարող ենք ստուգել inspect էլեմենտի միջոցով, երկու քլիքի միջոցով բացում ենք այս պատուհանը, inspect-ի միջոցով ընտրում ենք բացվում է այս պատուհանը եւ ման ենք տալիս մեր դոկումենտը HTML, head բաժնում կտեսնենք մեր բոլոր գրված meta tag-երը, ինչ որ մենք գրել ենք meta charset UTF-8, keywords, description, author եւ viewport, այն ինչ որ մենք գրել ենք։ Որպեսզի այս viewport-ի օրինակը ավելի լավ հասկանանք, ես պատրաստել եմ երկու օրինակ, այսինքն օրինակ, որտեղ այդ երկու տարբերությունները կզգացվի։ Մեկը viewport-ի միջոցով, մյուսը առանց դրա։ Այս երկու մինի կայքերը, որոնք որ սարքված են, մեկը սարքված է viewport-ի միջոցով, մյուսը առանց։ Եկեք աշխատացնենք, որպեսզի տեսնենք դրա արդյունքը, եկեք device-ը սարքենք mobile, հեռախոսի չափով, ահա սա այսպես է արտաբերվում, իսկ մյուսը եթե փորձենք, ահա նույնպես հեռախոսի չափով արտաբերվում է այսպես։ Ուրեմն եթե մենք օգտագործենք մեր այս meta tag-ը viewport, կարտաբերվի ահա այսպես սիրուն տեսանելի տեսքով, իսկ առանց դրա կարտաբերվի այսպես փոքր ոչ հաճելի տեսքով։ Ահա այսքանը այսօրվա դասը այսքանն էր, meta տվյալները, կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ ինքնուրույն տարբեր հղումներով այցելել, ռեսուրսներ կարդալ եւ այլն։ Եվ վերջում չմոռանաք ներբեռնել տնային աշխատանքը։